Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ադրբեջանական մեդիայի թիրախում հայ-վրացական հարաբերություններն են։ Հայատյաց քաղաքականությանը հավատարիմ Բաքվի լրատվամիջոցները ստահոդ տեղեկություններ են հրապարակում, թե իբր բազմաթիվ էթնիկ հայեր հիմնականում Ջավախքից հավաքագրվում են Վրաստանում հետընտրական իրավիճակն ապակայունացնելու սադրիչ գործողություններ իրականացնելու համար։ Այդ թվում ջավախքահայեր, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում, այսինքն սա ինչ է նշանակում, որ սադրանքի հովանավոր կարող է լինել նաև Հայաստան պետությունը, անլուրջ է այս ամենը, անգամ ծիծաղելի է։ Ադրբեջանական մեդիան ավելի հեռուն է գնացել, գրել են, թե իբր նմանատիպ սցենար է քննարկվել վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Դաշինքի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների միջև։ Չեն մոռացել նաև հակաֆրանսիական շղարշը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Շիրակ Թորոսյանը սա անհեթեթություն է որակում։ Դա նոր միտում չի իրանց գործողությունների մեջ, եւ իրենք ցանկացած առիթ օգտագործում են Հայաստանի, Վրաստանի եւ հայ-վրաց ժողովուրդների միջև սեպ խրելու, հարաբերություններ փչացնելու համար։ Հիմա հերթական, այսպես ասենք, շագերտավոր լավ հնարավորություն է իրենց համար։ Նոր ալիք է, հա, ինքը կարող է միգուցե շարունակվի, մեկ շաբաթից մի քիչ ավել է մնացել ընտրություններին, բայց թե ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո Ադրբեջանը փորձելու է եւ ինչու ոչ նաեւ որոշ շրջանակներ Վրաստանում եւս դեմ չեն լինի նաեւ ազգամիջյան ինչ-որ խնդիրներ առաջացնենք։ Ազգամիջյան խնդիրներին միանշանակ դեմ են Վրաստանում բնակվող հայերը, ադրբեջանական ապատեղեկությունը վրդովեցրել է հատկապես ջավախահայերին, մեդիա գրողներին դիմակայելու ուղիներ են որոնում։ Ջավախքում մենք բոլորս իրազեկում ենք, որ այդ ամենը ֆեյք է եւ մենք ուղղակիորեն իրավունք չունենք մասնակցելու եւ ողջավորվելու նրանց հայտարարություններից, քանի որ մեզ հիմա առավել եւ երբեք մեզ պետք է հանգստություն եւ մեզ պետք է պատվավոր ձևով պահել որպես Վրաստանի քաղաքացիներ։ Չնայած տեղեկատվական այս հարձակումներին Վրաստանում ընտրական լուրջ խմորումներին ջավախահայերը բնականon կյանքով են ապրում, հետևում զարգացումներին։ Այս թողոբոհին ջավախցին զբաղված է իր բերքով, իր գործերով։ Վրաստանում թեժ ընտրապայքարը կավարտվի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններով, փորձագետները չեն բացառում հետընտրական զարգացումները։ Շիրակ Թորոսյանի դիտարկմամբ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները ռազմավարական են, ուստի պետք է համագործակցենք այն ուժի հետ, որը կձևավորի կառավարությունը։ Մնացածը այդ երկրի ներքին խնդիրն է։ Ինչ կատարվում է Վրաստանում, Վրաստանի ներքին գործն է։ Մենք առաջնորդվում ենք Վրաստանի իշխանությունների հետ մեր ռազմավարական առնչություններով եւ դա շատ կարեւոր է մեզ համար։ Վաղը կլինի ընտրություն, կփոխվի իշխանություն Վրաստանում, կձևավորվի նոր կառավարություն, Հայաստանը մշտապես պատրաստական է Վրաստանի բոլոր իշխանությունների հետ բարիդրացիության եւ ռազմավարական գործընկերության շրջանակներում հարաբերություն ձևավորելու։ Ելնելով նրանից, որ մենք այս տարվանից, ֆիքսել ենք եւ ամրացնում ենք մեր ռազմավարական հարաբերությունները, Հայաստանի վարչապետի այցը շատ կարեւոր էր եւ իմ կարծիքով նաեւ տեսանելի էր եւ գնահատելի էր Թբիլիսիում եւ Վրաստանի իշխանությունների կողմից։ Բարձր մակարդակի վրա գտնվող հայ-վրացական հարաբերությունների պայմաններում փորձագետների խոսքով Վրաստանի իշխանություններն ու վրաց հասարակությունը ադրբեջանական հակահայ նարատիվներին լուրջ չեն վերաբերվում։ Սովոր են, երբ Բաքուն նորից ջուր է պղտորում, որ ձուկ որսա։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։